այս պահին ուղիղ եթերում կխնդրեմ Սերգո ջան, բացատրեք հեռուստադիտողներին, որ հասկանալի լինի այդ 300 մետրը, որ խնդրել էիք կառավարությունից, ինչի մասին է խոսքը եւ ինչ վտանգներ ունի։ Հարգելի Արտուր, խնդրեմ շրջադարձը ոտ այստեղ է։ Ահա։ Իսկ կառավարության անդամները ավտոբուսը 25 համարի թողել են նույնը, պատճառաբանելով, որ երթուղին պետք է այդտեղ վերջի կանգառ լինի, գա այդտեղ պաշտպանության նախարարության մոտի շրջադարձ կատարի Երևան։ Բայց տվյալ կառավարությունը, ովքեր այսօր փափուկ, տաքուկ նստած են իրենց աթոռներին, չեն մտածում է ժողովուրդը ինչպես պետք է ամբողջ բնակչությունը ահել, ջահել, ծեր, թոշակառու, հաշվանդամ, ինչպես այսքան ճանապարհը պետք է կտրի այս վտանգավոր փողոցը գնա հասնի պաշտպանության նախարարություն։ Հիմա ամբողջ կառավարությանը մենք եթե ասում ենք այդ 300 մետրը, հիմա Պրոշանցին պահանջում է իր տրանսպորտի պահպանումը նույնը մնալու։ Եթե իրենք այդքան ժողովրդավար պետություն ասելով ժողովրդավար էլ մեր իշխանությունը ժողովրդավար է, ես չեմ տեսնում ժողովրդավար իշխանություն այստեղ, ժողովրդի գրպաներն են մտնել, ժողովրդին են թալանում, ուղևորներն են թանկացնում, ինչի այս ժողովուրդը ոնց է դա անելու, տուն կա 3-4 ուսանող ունի, ինչպես է այդ ուսանողի ծնողը ինչ է առնում, որ իր ուսանողներին մենակ ճանապարհը ծախսը հոգա։ Մենք նկատեցինք, որ փաստորեն ոչ միայն այդ 300 մետրը փող զիջելով կառավարությունը, հա, բնակիչներին, նաև օգնած է լինում վարորդներին, քանի որ ավելի բարենպաստ պայմաններ կային այդտեղ շրջադարձ կատարելու եւ վերջին կանգառում իրենց կարիքները հոգալու համար վայրեր կար, նաև խանութներից կարող են։ Այո, նրանք ոչ մի զիջման չգնացին մեր ժողովրդի խնդրանք պահանջին, ներժեցին ու ասեց երկու շաբթի օրվանից պետք է չլինեին ավտոբուսները ըստ իրենց հայտարարության, բայց նրանք այնքան ոնց ասեմ սովոր են ժողովրդի իրենց ստերով ու ամեն ինչով նրանք էլի վերջին վարքյանին մեր հայտարարությունը, քանի որ մենք շուտ ենք տեղադրել, որ 3 շաբթի կրկին մայրուղին փակվելու է, նրանք կրկին անգամ 3 ու այսօր 25 համարը թողեցին, որ ժամը 7-ից գոնե մի քանի ավտոբուս ժողովուրդ դատարկեն Պրոշան ավանից, բայց էլի չի ստացվելու։ Պրոշանցին ուժեղ է, Պրոշանցին հասնելու է իր ուզածին, ժողովրդի պահանջը արդար է։ Նրանք պարտավոր են ժողովրդի կամքով գնալ։ Եվ այսօր տեսանք մուլտիտրանս ընկերության 277 համարյա միկրոավտոբուսները արդեն համայնքում են եւ ինչ առաջարկ են արել նրանք այդ 300 մետրը մուլտիտրանսը ինչպես է բացատրել։ Լավ առաջարկ ամենայն դեպս Պրոշանցու համար չի արել, ասեմ։ Մուլտիտրանսը նույն 200 դրամը պահպանել է իր երթուղին, որը վերջնակետը լինելու է ֆիզիկայի ինստիտուտը, ոչ մեկին Պրոշան համայնքի ոչ մի բնակչի ձեռ չի տալիս այդ երթուղին, քանի որ բոլորի թե աշխատանքի, թե ուսման, թե բոլոր իրենց ընտանիքի կարիքները հոգալու գործընթացները, որոնք կարգավորել են մարդիկ այսքան տարի նույն մեր երթուղին, այն երթուղին է եղել, որ ժողովուրդը սովորել այդ երթուղին, իր աշխատանքը կրկնում եմ ուսման հարցը, ամբողջությամբ տվյալ տեղերով է կազմակերպել եւ այսօր մուլտիտրանսի առաջարկած տրանսպորտով պետք է 150 դրամով, 200 դրամով քաղաքացին իջնի ֆիզիկայի ինստիտուտ եւ այնտեղից հաջորդ երկրորդ տրանսպորտը փոխելով հասնի իր ուզած վայրը։ Միանգամայն թե գործից, թե դասից ամեն ինչից մարդիկ ուշանալու են, քանի որ այդ ժամերին ահավոր պրոբկաներ են լինում Խալաբյանի կողմից։
Մուլտի տրանսի մտցնելը ուղակի ավել գումար մտել են մեր ժողովրդի գրպանը, ուրիշ բան չեմ ասում։ Մի անձի հաշվարկով 400 դրամ, ավել ծախս են մտցրել մեր ժողովրդին։ Ամսեկան կազմելով 12,000 դրամ, ընտանիքը 4-5 հոգի մի տնից դուրս է գալիս քաղաք, ամիսը 60,000 դրամ, եթե այդ ընտանիքը կարող է իր կոմունալ ծախսերը հոգա, իր երեխայի մի շոր առնի, ուտելիք առնի, այսօր չի տանի ավել գումարը տա, այն էլ չունեցող մարդը, որ մուլտի տրանսի, այսօր են որ ասմա ժողովրդի մասին մտածող չկա, հարգելի Արտուր, իրոք չկա, այսօր նրանք ամեն մեկը նստած իրենց տեղները փապու մտածում են իրենց, պահում են իրենց բիզնեսները, իրենց աթոռներ են տանում, բայց չի կարա տես բանը լինի։ Նիկոլ Փաշինյանը, որ կառավարության եկավ, ճանապարհ փակելով եկավ, այսօր իշխանության, Պրոշանցի քիչ ձայն չի տվել ժամանակին իրեն, բայց ոնց ինքը ճանապարհ փակելով եկավ իշխանության, նույն ձևի կարող է ճանապարհ փակելով իրեն ռադ անել, հերիք է ժողովրդին կպնել։ Մենք հիմա ձեր հետ այս 300 մետրը անցնում ենք եւ սակայն ոստիկանների ուղեկցությամբ ինչպես են երեխաները այստեղով միանշանակ տարեցներ անցնելու շների փողոցային կամ եղանակային պայմաններում վատ։ Ինչպես նկատում եք, այստեղ մայթեզր սարկած ոչինչ չկա։ Այստեղ ամեն օր լինելու են դեպ պատահարներ։ Այստեղ ոչ մի խելացի ծնող իր երեխայի թույլ չի տա, որ իր երեխան գիշերով էլի ճանապարհով հասնի դեպի 25 համարը պաշտպանության նախարարության մոտ փոխվի։ Մուլտի տրանսել Յանին Պրոշյանի ժողովրդին լավությունը արել, ասելա Պրոշյան համայնքի մեջը 100 դրամով ժողովրդին կտանեմ իրանց ուզած տեղը, այսինքն նա մենակ որ քաղաք ճիշտնի 100 դրամով է Պրոշյանի մեջ քշի իր բիզնեսը կծաղկեցնի։ Եվ խոսեցիք ճանապարհ փակելուց փողոցային պայքարից, այ բնակիչների հետ զրույցում բնակիչներից մեկը քիչ առաջ հայտարարեց, որ իրեն զանգել են եւ ընկերաբար հայտնել են, որ չմասնակցի ակցիային, որովհետեւ ոստիկանությունը ուժի գործադրմամբ է փորձելու հարցը լուծել։ Պատրաստ եք նման ընթացքի։ Հարգելիս, նույն ոստիկանները, նույն մեր եղբայրներն են։ Ոստիկանությունը պահում է ժողովրդի անվտանգությունը։ Ոստիկանությունը այսօր կարող էր հանգիստ իրան տեղը նստել, բայց քանի որ մենք օրինական մեր պահանջը ներկայացրել ենք մեր խաղաղ երթի, նրանք պարտավոր են ժողովրդին աջակցելու, ժողովրդի կողքի լինելու։ Եթե չլինեն սադրիչներ, ամեն ինչ նորմալ է։ Մենք ոստիկանությունից չենք վախենում։ Մենք համազգեստը հարգում ենք։ Ես ինքս համազգեստ հակած տղա եմ։ 30 տարվա ծառայության ստաժ ունեմ։ Եվ չեմ կարող ես այս մեր ոստիկաների համազգեստը չհարգել։ Պարտավոր ենք հարգելու մենք համազգեստը։ Ուղղակի բոլորս խելամիտ պետք է գտնվենք, ամեն ինչը լինի կարգ ու կանոնի չափի սահմանի մեջ։ Շնորհակալություն։